Վերջին զանգը սերիալում զարգացումները հասնում են ամենալարված ու շոկային կետին, որտեղ յուրաքանչյուր կադր շնչահեղձ է անում հեռուստադիտողին, այնինչ երկար ժամանակ միայն ենթադրությունների մակարդակում էր, դառնում է սարսափելի իրականություն։ Լիլիթը հոգեբուժարանից փախած կամ գուցե Արամի օգնությամբ ազատված կրկին վերադառնում է պատմության կենտրոն, արդեն որպես բացահայտ վտանգ բոլորի համար։ Նրա հայտնվելը Աննայի ճանապարհին առաջին ահազանգ նրա այդ հանդիպումը պատահական չէր։ Լիլիթը վաղուց ուներ իր հիվանդագին պատկերացումները, իր հաշվարկները, իր վրեժի սցենարը։ Աննան կարծես առաջին էր, ով զգաց, որ ինչ-որ սարսափելի բան է մոտենում, բայց արդեն ուշ էր։ Իրադարձությունները սկսում են զարգանալ շղթայական, մեկը մյուսին հաջորդող արագությամբ, առանց ժամանակ թողնելու մտածելու կամ կանխելու։ Ամենամեծ շոկը գալիս է այն պահին, երբ պարզվում է, որ Լիլիթն ու Անգելինան հայտնվում են նույն ավտոմեքենայում։ Այդ տեսարանը սարսուռ է պատճառում, Անգելինան արդեն հոգնած, վախեցած, բայց դեռ չի հավատում, չի պատկերացնում, որ ղեկի նստած մարդը պատրաստ է ամենասարսափելի քայլին։ Ավտոմեքենայի ղեկին հենց Լիլիթն է, և այդ ղեկը դառնում է մահաբեր զենք։ Նպատակը մեկն է՝ սոսը։ Նա գալիս է Միքայելի հետ հանդիպման, չկասկածելով, որ մի քանի րոպեից ճակատագիրը կփոխի ամեն ինչ։ Ավտոմեքենան սլանում է նրա ուղղությամբ, և այդ պահը դառնում է սերիալի ամենացավոտ ու դաժան տեսարaniներից մեկը։ Լիլիթն առանց երկմտելու սոսին գցում է ավտոմեքենայի տակ։ Այդ կադրը կարծես կանգնեցնում է ժամանակը։ Շոկ, աղմուկ, ճիչեր, քարացած դեմքեր, բայց սարսափն այստեղ չի ավարտվում։ Լիլիթը դուրս է գալիս մեքենայից ու կրակում է Միքայելի ուղղությամբ։ Այդ վայրկյանը վճռորոշ է բոլորի համար։ Միքայելն արդեն բավական կորուստներ տեսած, կրկին կանգնում է մահվան ու կյանքի սահմանագծին։ Կրակոցը հնչում է որպես վերջին հուսահատ քայլ մի մարդու կողմից, ում հոգին վաղուց է փլուզվել։ Սերիալի վերջին կադրերը, սակայն, հուշում են, որ պատմությունը դեռ ամբողջությամբ չի փակվել։ Միքայելն ամենայն հավանականությամբ փրկվում է։ Դրա վկայությունն այն է, որ վերջին տեսարաններում Աննան նրա կողքին է։ Այդ փաստն արդեն իսկ խոսում է այն մասին, որ Միքայելի ճակատագիրն այլ է, իսկ կրակոցը չի դառնում վերջակետ նրա համար։ Իսկ սոսի ճակատագիրը մնում է ամենացավոտ հարցերից մեկը։ Բոլոր նշանները հուշում են, որ նա կարող է չապրել։ Եթե այդպես լինի, նրա մահը կլինի սերիալի ամենածանր ու ողբերգական կորուստներից մեկը։ Մարդ, ով շատ սխալներ էր գործել, բայց վերջին պահին փորձում էր ճշմարտության ու պատասխանատվության ճանապարհով գնալ։ Այս անսպասելի զարգացումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին զանգը չի ընտրում հեշտ լուծումներ։ Այստեղ յուրաքանչյուր հերոս վճարում է իր անցյալի համար, իսկ յուրաքանչյուր որոշում ունենում է ծանր հետևանքներ։ Լիլիթի այս քայլը դառնում է խելագարության գագաթնակետը, որտեղ զոհ են դառնում ոչ միայն մարդիկ, այլ նաև ճակատագրեր։ Հեռուստադիտողը մնում է լարված սպասման մեջ, փորձելով հասկանալ՝ արդյոք սա վերջնական հաշվեհարդարն էր, թե դեռ մեկ վերջին ամենածանր զանգը պետք է հնչի։ Մի բան ակնհայտ է՝ այս զարգացումները երկար կմնան հիշողության մեջ և կդառնան սերիալի ամենախորհրդանշական ու ցնցող պահերից մեկը։ Վերջին զանգը սերիալի ավարտը դառնում է այն կետը, որտեղ ամբողջ պատմությունը հանգուցալուծվում է ծանր, հուզիչ ու միաժամանակ խորհելու տեղ թողնող ավարտով։ Սա այն եզրակետն է, որտեղ հերոսներից յուրաքանչյուրն առերեսվում է իր անցյալի ընտրություններին, սխալներին ու մեղքերին, իսկ հեռուստադիտողը՝ սեփական զգացմունքներին։ Վերջին սերիաներում ամեն ինչ լարվում է մինչև առավելագույն սահմանը։ Լիլիթի փախուստը հոգեբուժարանից դառնում է վերջին աղետալի շղթայի սկիզբը։ Նրա խելագարությունն այլևս ոչ թե ենթատեքստ է, այլ բացահայտ վտանգ։ Նա կորցրել է իրականության հետ կապը և ապրում է միայն իր հիվանդագին վախերով ու մոլուցքներով։ Այդ մոլուցքի զոհն առաջին հերթին դառնում է սոսը։ Նրա վրաերթը ոչ միայն ֆիզիկական հարված է, այլև խորհրդանշական անցյալի բոլոր մեղքերի ու չլուծված հարցերի համար։ Եթե սոսը մահանում է, ապա դա սերիալի ամենածանր ու ողբերգական կորուստներից մեկն է։ Մարդ, ով փորձեց փրկել,
պաշտպանել, բայց չհասցրեց փրկել ինքն իրեն։ Միքայելը ևս կանգնում է մահվան եզրին։ Լիլիթի կրակոցը նրա ուղղությամբ կարծես վերջին փորձն է ոչնչացնելու այն ամենն, ինչ նա չի կարողացել վերահսկել իր կյանքում։ Սակայն ճակատագիրն այստեղ այլ ընտրություն է անում։ Միքայելը փրկվում է և հենց դա է դառնում սերիալի առանցքային գաղափարներից մեկը։ Ոչ բոլոր մեղքերը պետք է ավարտվեն մահվամբ, որոշ մարդիկ պիտի ապրեն իրենց սխալների պատասխանատվությունը կրելու համար։ Աննայի ընտրությունն ավարտում է երկար տարիների ներքին պայքարը։ Նա մնում է Միքայելի կողքին և այդ որոշումը ոչ թե հեքիաթային սիրո, այլ հասուն գիտակցման արդյունք է։ Աննան հասկանում է, որ անցյալը հնարավոր չէ ջնջել, բայց հնարավոր է ապրել առանց ինքնախաբեության։ Նրա և Միքայելի միությունը դառնում է լուռ, ցավոտ, բայց իրական երջանկության խորհրդանիշ։ Անգելինայի ու Հենրիի պատմությունն ավարտվում է լույսով։ Բոլոր փորձություններից հետո նրանք ընտրում են իրար։ Անգելինան, ով սերիալի ընթացքում դարձավ ուժի, նվիրվածության ու սիրո մարմնացում, վերջապես գտնում է խաղաղություն։ Տարիներ անց նրանց որդու կադրերը հաստատում են, որ սերը հաղթում է ոչ թե առանց ցավի, բայց արժանապատվորեն։ Դա այն վերջաբանն է, որը հեռուստադիտողին թողնում է ժպիտով ու արցունքի շեմին։ Հենդոյի մահը ևս ավարտի կարևոր շեշտադրումներից է, բայց երևում է, որ Հենդոն չի մահացել։ Սերիալի ավարտը ոչ թե աղմկոտ է, այլ ծանր ու իմաստավորված։ Վերջին զանգը չի տալիս հեքիաթային պատասխաններ, այլ թողնում է զգացողություն, որ կյանքում ամեն ինչ վճարովի է՝ սերը, ատելությունը, լռությունն ու խոսքը։ Վերջին կադրերը հնչում են որպես վերջին զանգ ոչ միայն հերոսների, այլ հեռուստադիտողի համար, ստիպելով վերանայել սեփական ընտրությունները։